Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցել եմ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Պողոսյան, ակնհայտ է, որ Գյումրիում Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո իշխանությունը կանգ չի առնելու եւ փորձելու է ամբողջությամբ կառավարումը վերցնել։ Ինչ տարբերակներ ունի սա իրականացնելու եւ ինչ սպասենք։ Եթե նկատի ունենք օրենսդրական առումով ինքը ինչ կարող է անել, ուրեմն մենք վաղուց ենք արդեն համոզվել, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես ոչ մի օրենք հետաքրքիր չի։ Ավելի շուտ, եթե իրենք գործում են միայն բորենիների օրենքով, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կամ առհասարակ օրենսդրությունը իրենց համար որևէ նշանակություն չունի։ Ինչ տեղի ունեցավ, դա օրենքով չէր եւ առհասարակ այս ընթացքում ինչ տեղի ունեցավ, ոչ մի բան էլ օրենքով չի եղել։ Նույնիսկ իր ընտրությունները սկսած 2018 թվականի մայիսից, երբ որ աբորինաբար ճնշումներ գործադրելով ազգային ժողովի падգամավորների վրա դարձավ վարչապետ, դրանից հետո ոչ մի ընտրություն, ոչ մի գործողություն երբեք չեն համապատասխանել Հայաստանի օրենսդրությանը։ Վերջերս ինքը մի շատ վատ թեզ է մտցրել կիրառության մեջ, որտեղ խոսում է 4-րդ հանրապետության մասին եւ ինչի է խոսում, որովհետեւ իր աբորինությունները ինչ որ կերպ շտկելու համար ինքը որոշել է ուղղակի լուծարել 3-րդ հանրապետությունը, որովհետեւ վաղը մյուս օր եթե իրեն դատելու լինեն, դատեն 4-րդ հանրապետության օրենքներով կամ վաղեմություն կիրառեն եւ ինքը չդատվի։ Այ հիմնական նպատակներից մեկը նաեւ սա է։ Հետևաբար մենք օրենքով որևէ բան չենք կարող սպասել, իսկ Գյումրիում տեղի ունեցածը դա ուղղակի հիստերիկ նոպայի դրսևորում էր եւ ցավոք սրտի դերևս Հայաստանում կան ուժային կառույցի ներկայացուցիչներ, որոնք դարձել են նրա հիստերիայի բավարարողները, ցավոք սրտի, ցավով եմ սա արձանագրում։ Առհասարակ այստեղ ես չեմ կարող որևէ իրավական գործընթացի մեջ փորձել ինչ-որ վերլուծություններ անել, որովհետև որևէ իրավական գործընթաց չկար։ Սկսած այն պահից, երբ որ Գյումրու քաղաքապետին ձերբակալեցին, վերջացրած այն սադրանքներով, որոնք իրականացրեցին գյումրեցիների դեմ եւ միջև այս պահն էլ բոլոր այն հացիվով մարդկանց կալանավորումները, որոնք բացարձակապես օրենքի հետ կապ չունեն։ Տեսեք, ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքով նրանք արդեն մի քանի տասնյակ մարդկանց ուղարկել են բանտ։ Եվ սա զուտ արել է նրա համար, որպեսզի Փաշինյանի սիրտը մի քիչ հովանա։ Այսինքն այլ բացատրություն չկա։ Այսինքն խնդիրն այն է, որ մարդը չի հաշտվում թիմերում, համայնքներում, տեղերում սեփական ուժի, սեփական պարտության հետ, սա է խնդիրը, բացառապես։ Բացառապես, եթե մի քիչ ավելի փորձենք հստակ կանադական տալ, որովհետև ինքը փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել։ Ինքը հիմա ինչքան էլ հեծանիվ ունենա, ինչքան էլ ինքը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում այդ հեծանիվը վարի, միևնույն է իր մոտ այդ չբավարարված լինելու համախտանիշը դեռևս մնացել է։ Այսինքն ինքը ադում է բոլորին, բոլոր հայերին, մեր բոլոր արժեքները, մեր բոլոր սրբությունները, մեր հերոսները։ Սրտիկներ է ուղարկում, ինչի՞ եք ասում, սրտիկներ է ուղարկում, ամեն օր ասում է սիրում եմ բոլորին։ Իսկ դուք եթե ուշադրություն մի քիչ ուշադիր նայեք, դուք կտեսնեք նույնիսկ այդ սրտիկ ուղարկելուց ինչքան շատ ադելություն ու կեղծավորություն կա նրա թեմագծերում։ Ընդամենը ես խնդրում եմ հաջորդ առավոտ, որ դուք կորոշեք նորից չխնայելով ձեր առողջությունը մտնել նրա էջ եւ նայել թե ինքը ինչպես է սրտիկ ուղարկել, ուղղակի նայեք նրա աչքերին եւ այդ ատելությունը, այդ չարությունը դուք միանշանակ կտեսնեք, որովհետեւ տեսեք ինչքան էլ մենք փորձենք նկարագրել, որ այ ամեն ինչ ենք անել վատ չի, իրականում ամեն ինչ շատ էլ վատ է, որովհետեւ մենք որևէ լավ բան չենք կարողանում այս վերջի 7.5 տարիների ընթացքում արձանագրել։ Բացառությամբ ցավից, բացառությամբ ադելությունից եւ ամենասարսափելին նաեւ այն է, որ վաղը մյուս օր ինքը չի լինի, բայց հասարակության մեջ իր թողած այդ ադելությունը, չարությունը միմյանց նկատմամբ դա դերևս որոշակի ժամանակ մնալու է
Եվ շատ դժվար է լինելու այդ ամեն ինչը կրկին վերափոխել։ Տեսեք, ասում եք ոչ մի լավ բան չի արել, բայց մարդը պնդում է եւ վստահեցնում է, որ կոռուպցիան է վերացրել, համակարգային ներողություն կոռուպցիան է վերացրել, բայց ճիշտ ասած, այստեղ մի քիչ այլ հարց ունեմ, երբ ազգային ժողովում փորձում էինք ԿՊԱ-կան պատգամավորների տեսակետները ճշտել, իրենք այսպես շատ ոգևորված պնդում էին, որ մենք փորձում ենք պաշտպանել կաշառակերի նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին։ Հիմա ճիշտ ասած իմ հարցն այն է, թե եթե իրենք այդպես ակտիվ եւ այդպես իրավական համակարգի ողջ ուժով փորձում են պայքարել այո կոռուպցիայի դեմ, ապա ինչու այդ նույն ուժը իրավական համակարգի ողջ զորությունը ցույց չտվեցին Էջմիածնում, երբ պարզվեց Դիանա Գասպարյանը եւ իր ամբողջ ընտանիքը ներգրաված է կոռուպցիոն գործարքներում, ավելին եթե հիշում եք, այդ կինը հրաժարական տալիս գրել էր, որ ընտանեկան խնդիրներով, հարցերով պայմանավորված։ Մենք կարող ենք նաև բազմաթիվ այլ օրինակներ բերել։ Ամենացածուն, այսպես աչք ծագող օրինակներից մեկը կառավարության առընթեր ձևավորված անիֆի գործն էր։ Արդյունքում բյուջեից միլիոնավոր դոլարների փոշիացում եւ ոչ մի կասկածյալ։ Տեսեք, իրենք շեշտադրում են Վարդան Ղուկասյանին, նախ Վարդան Ղուկասյանի մասով գոնե պետք է ունենան հստակ, չասեմ լավ օրինական ուժի մեջ մտած վճիռ, գոնե առաջի Այդյանի վճիռ ունենան, նոր էլ են ասեն։ Այսինքն իրենք հերթական անգամ խախտում են մարդու անմեղության կանխավարկածը։ Կարևոր չի այդ մարդն ով է։ Ու այսօր իրենք յուրաքանչյուրի նկատմամբ են այդպես վարվում։ Ավելին ասեմ, քննչական կոմիտեի հաղորդագրությունները, որ նայում եք, հիմնականում դրանք անմեղության կանխավարկածի խախտում են։ Այսինքն այն մարմինը, որը կոչված է պաշտպանելու մարդկանց օրինական իրավունքները, ինքը առաջի խախտողն է դարձել։ Նույն կոռուպցիայի հետ տարատեսակ այսօր դրսևորումներ կան աղմկող, աղաղակող, տեսեք հասարակ ձեզ օրինակ բերեմ։ Սեպտեմբերի 4-ից Գյումրու քննչական վարչությունում կամ ՔԿ-ի վարչության Գյումրու մարզային կառույցում կա քրեական գործ, բոլոր հիմքերով պետական պաշտոնական թիրքի չարաշահում, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկերով։ Այդ գործով որևէ գործողություն մինչև այսօր չեն արել, բացարձակապես, ընդամենը վերցրել են ոստիկանության բացատրությունները ու որևէ գործողություններ չեն արել։ Ու փորձում են գործը կոծկել, բայց փոխարենը քաղաքական ենթատեքստ ենթադրում եմ չի եղել այդ գործում։ Կա ընդդիմադիր, չկա Նիկոլի, բայց փոխարենը 30 մարդու միանգամից այսպես ոնց որ copy paste-ով մեղադրանք են տալիս մեկ ոստիկանի ցուցմունքով, նույնիսկ չեն ուզում արկա տեսանյութերը զննել։ Բացարձակապես չեն ուզում, դա իրենց հետաքրքիր չէ, որովհետև տեսանյութերը եթե զնդեն, իրենք կտեսնեն, որ այդ մարդիկ բացարձակապես անկարգությունների հետ կապ չունեն։ Հետևաբար տեսանյութերը չեն զննում ու ուղարկում են այդ մարդկանց կալանքի։ Իսկ փոխարենը օդի մեջից գուցե արհեստական բանականության կողմից ձևավորված ինչ-որ ձայնագրություն են հրապարակում, որը արդեն իսկ խնդիր է։ Եվ այդպես տանում են առաջ։ Կամ ես ցեզ մեկ այլ օրինակ բերեմ, դեռևս մի քանի տարի առաջ, երբ որ Պեմզաշենի այն գործողություն ցավալի ողբերգական դեպքերը տեղի ունեցավ, այդ ժամանակ ես հարց էի բարձրացրել, որ ինչ իրավունքով կամ ով էր դեպքի վայրից այդ մահացածների նկարները դուրս բերել, այդպիսի խայդառակ լուսանկարներ եւ տարածել էին սոցիալական ցանցերով։ Այդ ժամանակ ինձ կանչեցին հարցականության, փորձեցին ճշտել արդյոք ես այդ ամեն ինչի հետ կապ ունեմ թե չունեմ, տեսան որ ես կապ չունեմ, էլ չուզեցան խորանալ։ Բայց պարզ էր, չէ՞ որ դեպքի վայրից կարող էր լուսանկար դուրս բերել միայն քննիչը, փորձագետը կամ այդ պահին գտնվող տարածքում գտնվող ոստիկանը։ Այսինքն ես ինչի եմ այս օրինակները բերում, որովհետև եթե առաջին օրինակներից մեջ հստակ կոռուպցիան էր երևում, երկրորդ օրինակներից մեջ երևում է կոռուպցիոն այլ դրսևորում, որը կոչվում է պաշտոնական դիրքի չարաշահում, հովանավորչություն եւ երկակի ստանդարտներ։ Պետական պաշտոնյային դու չես ստացվում, երբ որ դու գիտես, որ տվյալ կառույցում բազմաթիվ աղաղակող կոռուպցիոն դրսևորումներ կա։ Օրինակ նույն տակում
Թող գնան ստուգումներ անցկացնեն ու կտեսնեն, որ վերջին ժամանակահատվածում, ասենք Գյումրիում շատ մեծ քրեական շրջանակներ, ովքեր ունեցել են, ասենք իրենց գույքի նկատմամբ դրված կալանք, այդ կալանքները ինչ որ հրաշքով, ֆոկուսով այսպես դուրս են եկել։ Բականացեք մեծ դրա հետևից հասկացեք ինչ կա դրա տակը։ Բայց այ անմեղ մարդկանց, չգիտեմ, ընդդիմադիր հայացք ունեցող հայ մարդը, որը գնացել է հրաբարակ հասկանալու ինչ կա, դուք այդ մարդկանց տանից տեղից ընտանիքից կտրում եք եւ տանում եք անորոշ ժամկետով, ճիշտ է անը տնում եք 2 ամիս, բայց ձեր 2 ամիսները շատ լավ գիտեն, կալանքի եք վերցնում, ինչի համար, այդ մարդկանց ինչի տանից կտրեցիք։ Հիմա վերադառնալով իմ առաջին հարցին, պարոն Պողոսյան, արդյոք սպասում եք զարգացումներ եւ արդյոք ԿՊ-ն իրապես էլ փորձնելու է կառավարումը վերցնել քաղաքապետարանը։ Իհարկե անելու է։ Միանշանակ է բոլոր այս ամբողջ շոուն դրա համար է։ Եվ հենց այս շոուն արեցին, որովհետեւ վաղը մյուս օր, երբ որ ինչ որ էլի մի ուսապարկի բերեն այնտեղ տնեն, ժողովուրդը հանգարց չմբոսանա։ Եթե հետարքիր, այսպես մենք փորձենք վերլուծություն անել այդ ձերբակալվածներից, փողոցից ձերբակալվածներից, այսպես ասեմ, յուրաքանչյուրը, ասենք, ամեն երևի թաղամասից 1-2 հոգի կա։ Այսինքն սրանով իրենք նաև փորձում են այդ թաղամասերում կոտրել են տրամադրությունները, որ հերթական կամ արդարի տնտեսությունների դեպքում հանգարց իրենց դեմ աշխատող որևէ մեկը չլինի։ Սա ուղղակի բռնապետության շատ ցայտուն ընդ որում մամեդական բռնապետության շատ ցայտուն դրսևորումներից մեկն է, որը ցավոք սրտի ինչքան գնում է ավելի զարգանում է եւ ավելի դաժան է դառնալու։ Հիմա նաև եթե թույլ տաք անդրադառնանք նաև Մասիսի համայնքապետի անազատությանը, ստացվում է դեռ Հայաստանում չի իհարկե պարոն Համբարձումյանը, բայց գրել էր որ վերադառնալու է, ստացվում է մարդուն դատապարտել են մի գործով, որտեղ նախ կատարողներ չկան եւ իրեն վերագրվում է կազմակերպչի դերակատարում, ավելին այս գործը հարուցված է եղել 2018-ին, չգիտես ինչու, մինչև հիմա որևէ ընթացք չի ունեցել եւ միայն հիմա է դրանով որոշում վճիռ կայացվել, դուք ինչպես եք մեկնաբանում կամ բացատրում սա։ Տեսեք, քրեական գործի մեջ առհասարակ կարծում եմ պետք չէ մանրանալ։ Ընդամենը յուրաքանչյուր անգամ Հայաստանում, երբ որ ձերբակալություն կամ կալանքերին ուղղակի պետք է վերցնել նայել դատավորի անուն ազգանունը եւ տվյալ արդեն դատվողի անուն ազգանունը։ Հետևաբար, այո, մի կողմում Ժորա Չիչոյանն է, որը շատ երիտասարդ տարեկից շատ մեծ մեղքեր արդեն վերցրեց իր ուսերին, ինչի համար ցավում եմ, իսկապես այլ տղա է։ Միևնույն է, վերջում բոլորն էլ ինչ-որ միտեղ պատասխան տալու են։ Եվ երկրորդ մյուս կողմից Դավիթ Համբարձումյան, ով վարչապետի թեկնածու է։ Այսինքն որևէ այստեղ մտածելու բան չկա, թե ինչի որոշեցին տանել։ Այնուամենայնիվ, եթե այդ, չգիտեմ, սեյֆում պահած անհեռանկար քրեական գործներ չլիներ, մի ուրիշ գործ կսարքեն։ Ինչ որ մի տուշոնկա է իր կրբանը կգցեն եւ շատ տրամաբանական է։ Այսօր Հայաստանում յուրաքանչյուրը ունի մեծ ռիսկայնություն, որ իր կրբանում ինչ որ տուշոնկա կգցեն, որովհետեւ այդ նմանատիպ դեպքեր մենք արդեն շատ ենք տեսել։ Սկսած 2018 թվականից եւ վերջինն էլ հենց Դավիթ Համբարձումյանի ներկայացմամբ։ Այսինքն այստեղ նույնիսկ ես արդեն չեմ ուզում իրենց համարել քաղաքական բանդարգյալներ, որովհետև այս բոլոր մարդիկ, ովքեր այս ընթացքում զուտ իրենց հայացքների համար հայտնվել են բանդերում, իրանք ազգային ազատագրական պայքարի պատանդներ են, որովհետև վաղուց Հայաստանում նաև քաղաքականություն չկա, ինչպես օրենսդրությունը չի գործում, այդպես նաև քաղաքական որևէ կանոններ չեն գործում։ Այստեղ ուղղակի ամեն ինչ ֆարս է ու այդ ֆարսի արդյունքում մենք կորցնում ենք մեր հայրենիքը։ Եվ մենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ինքնությունը կորցնում ենք միայն նրա համար, որ ոմն իջևանցի չբավարարված մանգամիտ իրեն երջանիկ զգա, այս է ցավը։ Վերադառնալով Գյումրի, անկեղծ ասած կուզեմ վերադառնալ, ստացվում է Շիրակի թեմի առաջնորդը կալանավորված է, դե Վարդան Ղուկասյանին տեսանք, բայց Շիրակի թեմի առաջնորդից հետո գործողություններ տեղի ունեցան Արագածոտնի թեմում եւ հիմա գոնե մենք տեղեկություններ ունենք, որ երկուշաբթի օրը նույն օրը, երբ ընտրվել է վեհափառը, ծրագրվում է մուտք, իրավապահների մուտք վեհարան։
իհարկե երկուշաբթին շատ հեռու չի եւ մենք կտեսնենք իրադարձությունները ինչպես են զարգանում, կարծում եք ազգային անվտանգությունում կգտնվեն մարդիկ, ովքեր իրապես էլ կգնան նման գործողությունների, այսինքն ինչ սպասենք։ Ազգային անվտանգության ծառայությունը որպես այդպեսին դատարեց գոյություն ունենալ 2018 թվականից։ Այս բան չեմ ուզում շատ հետ գնալ, բայց այն պայից սկսած, երբ որ իրենք նաև հովանավորեցին Նիկոլ Փաշինյանի փողոց փակելները։ Փառք Աստծո դրա փաստերն էլ շատ կա։ Եվ հետևաբար հիմա որպեսին որ պիտի հրաման լիներ, պարոն Պողոսյան, բացելու այդ փողոցները այնպես, ինչպես հիմա հրաման կա, փորձենք դիտարկել, թեկուզ անվանական ովքեր են եղել, ենթադրենք տարբեր մարզերում, քաղաքներում առաջի փողոց փակողները։ Եթե այդպիսի մի հատ ուսումնասիրություններ անեք, կտեսնեք, որ դրանք հիմնականում եղել են ԱԱԾ կորզակալներ եւ դրանք ուղղակի կորձել են Սերժ Սարգսյանի դեմ։ Թե ում ցուցումով հաջորդ անգամներին կարծում եմ կխոսենք։ Հիմա եկեք այդ կան չմանրանանք։ Ինչի ես սա ասացի, որովհետեւ կներեք, որովհետեւ ԱԱԾ-ն այսօր դարձել է նա ԱԱԾ, այսինքն Նիկոլի անվտանգության ծառայություն։ Հետևաբար հույս տնել նրանց բարոյականության վրա, որ իրենք չեն ներխուժի վեհարան, դա կարծում եմ շատ մեծ խնդիր է։ Շատ մեծ խնդիր է։ Պարոն Պողոսյան, շատ հետաքրքիր թեմայի մոտեցաք, վեհարանին անպայման վերադառնալու ենք։ Ուզում եք ասել, որ ազգային անվտանգության ծառայությունը չէր կատարի երկրի ղեկավարի, չգիտեմ, հրամանը։ Ես լավ, փորձեմ շատ կարճ, բայց ոչ ամբողջական, դուք փորձեք կամ թող մեր հետևորդները փորձեն հասկանալ։ ԱԱԾ-ն ինքը որպես այդպիսին օրգանիզմ էր եւ շատ փակ օրգանիզմ եւ այդ օրգանիզմը ինքը հեշտությամբ չէր կարող օդար մարմին ընդունել իր մեջ եւ ցավոք սրտի ինչ պատճառներով հիմա չխորանանք այդ ժամանակ ԱԱԾ տնօրենը երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանն էր, բայց փաստացի ԱԱԾ-ի պատասխանատուներից մեկը օրինակ խնամիական կապերի մեջ էր այն ժամանակվա գործող առաջին փոխվարչապետի հետ։ Եվ հետևաբար ես կարծում եմ, որ այդտեղից եկի ամեն ինչ։ Ինչևէ նորից եմ ասում, այսօր այդ ամեն ինչը քննարկելու ժամանակը չի, այսօր մենք բոլորս մեծ խնդիր ունենք ազատվելու այս չարիքից, եկեք այս չարիքից ազատվենք, հետագայում ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր սկանդալներ բացահայտվելու են եւ միայն Փաշինյան Նիկոլը չէ, որ կանգնելու է դատարանի առաջ, վստահ եմ կկանգնեն նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ծեր մտքով չեն էլ անցնում։ Առաջին փոխվարչապետը Կարեն Գրիգորյան Կարապետյանն էր։ Այո։ Եվ նրա խնամին էլ ԱԱԾ-ի առաջին տեղակալն էր եւ սա չեմ կարծում պատահականություն էր։ Եվ օրինակ ասենք նույն Գյումրիում առաջի ճանապարհ փակողը եղել է մի կին, ով մշտապես եղել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Եվ ինքը չէր կարող պատահական հայտնվել այնտեղ, առավել եւս որ ինքը այդ պայից սկսած մինչև այսօր առանձնապես ոչ մի կապ չունի ՔՊ-ի եւ Նիկոլի հետ։ Բացարձակապես հակառակը, նույնիսկ հաջող քննադատում է։ Պարոն Պողոսյան, ես հիշում եմ նաև ոստիկանապետի Վովա Գասպարյանի հայտարարությունները, որ ասում էր, որ ինքը կարող էր բացել փողոցները, եթե այդպիսի հրաման լիներ։ Նման հրաման չկար, որ իմ կարծիքով իհարկե վերջերս ընդամենը մի քանի օր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ մոտ ժամանակներս ինքը կխոսի եւ շատ վերջին ու միակ անգամ է այդ թեմայի շուրջ եկեք սպասենք այնտեղ շատ բաներ չփորձենք մենք մեր տեսանկյուններից բացահայտել, բայց նաև չմոռանանք, որ Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարները հրաբարակում էին, չգիտես ինչի շատ արագ հրաբարակ էին ասել։ Նույնիսկ նրանք, ովքեր այսօր ամենաակտիվն են հայոյում Նիկոլ Փաշինյանին, բայց հետևական ժամանակ իրենք եւ աջակցեցին եւ հետո էլ փորձում էին տեր կանգնել Նիկոլին։ Մտածելով, որ իջևանցի ինչ որ մի Անդեր Լագոդ է, բայց չէին պատկերացնել, որ այդ Անդեր Լագոդին արդեն դրսից շատ ավելի հզոր մարդիկ են տեր կանգնած։ Հետևաբար, եթե հրաման լիներ ժողովրդի վրա կրակելու կամ ճանապարհներ բացելու, դա կլիներ Հայաստանի Հանրապետության վերջը։ Մի մոռացեք, որ այն ժամանակ ովքեր էին կանգնած փողոց փակողներն ովքեր էին եւ հիմա ովքեր են փողոց փակողները, տարբերությունը շատ մեծ է։ Այն ժամանակվա փողոց փակողները հայրենիք չունեին։ Երկրի անվտանգությունը իրենց համար կարևոր չէր, ինչպես նաև իրենց պարագլուխների մոտ։
Իսկ այն ժամանակվա փողոց բացողները, ովքեր որ պետք է լինեին, իրենք ունեին հայրենիք եւ իրենց համար շատ կարեւոր էր Արցախի հարցը, իրենց համար շատ կարեւոր էր հայրենիքի հետագա ճակատագիրը։ Ես մի քանի օր առաջ էլի հարցազրույցներից մեկում ասել եմ, այն ժամանակվա ղեկավարությունը ինքը իշխանություն էր։ Ինչքան է փորձեին իրենց լեգիտիմությունը վիճարկել, միևնույն է իրենք իշխանություն են եւ իրենք առաջնորդվում էին երկրի պետական շահով, ազգային շահով, գուցե մեկի համար տանտունել էր, մեկի համար քննադատել էր, դա շատ նորմալ էր, բայց այդ մարդիկ բոլոր դեպքերում պետական շահն էր իրենց տանում առաջ։ Իսկ այսօրվա կառավարիչներ, իրենք ուղղակի կառավարիչներ են, իրենց համար որևէ պետական ազգային շահ կարևոր չի։ Այդ տարբերությունը դա է։ Ես այսօր էլի եմ առիթ ունեցել օրինակը բերելու, տեսեք, ես համեմատում եմ Ավետիսյանների սպանության դեպքերը եւ մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած այդ դեպքերը։ Այ անկարգությունները այն ժամանակ էին։ Այստեղ անկարգություն չկար։ Այնտեղ որևէ մեկը չդատվեց։ Թեկուզ որ չգիտեմ, դատախազության վրա էին հարձակվել։ Հələ այստեղ մեկը փորձեր դատախազության վրա հարձակվել։ Դուք պատկերացրեք ոնց կկրակեին։ Այնտեղ հարձակվել էին ռուսական հյուպատոսության վրա, ոստիկանի գլուխ էին կոտրել։ Մարդուն սարքեցին հաշմանդամ, բայց միևնույն է պետական իշխանությունը ինքը չգնաց արունահեղություն, ինքը չգնաց զանգված են ձերբակալություն, որովհետև իրենք նաև ըմբռնումով հասկացան, որ սա հասարակության զայրույթ է եւ հաճախ պետք է նաև հասարակությանը թույլ տալ, որ իր զայրույթը արտահայտի։ Եվ ուղղակի տարբերությունը նորից եմ կրկնում, այն ժամանակվա թե փողոց փակողների եւ թե իշխանությունների, իշխանավորների միջև տարբերությունը միշտ շատ մեծ եղել է։ Մի կողմում եղել է պետական շահ, մյուս կողմում եղել է անհայրենիքներ։ Պարոն Պողոսյան, դուք ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը չէր տիրապետում իրավիճակին։ Եկեք ես Սերժ Սարգսյանի փոխարեն չպատասխանեմ, որովհետև վստահ եմ, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը ինքը բոլորի հարցերի պատասխանը կտա։ Եվ միանշանակ նաև վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանները շատ հստակ կլինեն եւ արդեն քննարկելու կամ շարարկելու կարիք չլինի։ Շատ լավ, սպասենք պարոն Սարգսյանի, երկար ենք սպասել, մի փոքր սպասենք վերջապես այդ հարցազրույցին եւ բարձրաբանումներին 2018 թվականի իրադարձությունների հետ կապված եւ վերադառնանք Վեհարանի վրա նախատեսվող, այսպես չեմ վախենա ասել, հարձակմանը։ Ինչ ունի անելու հասարակությունը եւ ինչպես միգուցե իրավապահների դեպքում այդ հակազդել բառը այնքան էլ ճիշտ չի օգտագործել, բայց միգուցե հակազդեցություն հարկավոր է։ Բոլորով պետք է պաշտպանեն եւ բոլորով պետք է ազդել։ Միայն իրավապահներ, եկեք այսպես մենք ընդհանրական չասենք։ Գոնե վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ իրավապահներ կամ ոստիկանության ընդամենը մեկ գնդի վրա է Փաշինյանի հույսը։ Այն կարմիր, չգիտեմ, ղզլաբաշներ են ասում, ինչ են ասում, հա դրանց վրա է մենակ հույսը։ Սովորական ոստիկանը ինքը երբեք չի կնա։ Մենք դա տեսանք, երբ որ Միքայել Սրբազանին էին ցանկանում բերման ենթարկել, մենք տեսանք ովքեր ինչ արեցին։ Ուղղակի այստեղ թե շարքային ոստիկանը, թե արժանապատիվ ոստիկանը, թե հայ ոստիկանը իրենք ուղղակի պետք է ժողովրդի հետ համահունչ կարողանան ազդել այդ կարմիր գլխարկների դեմ։ Այստեղ խնդիրը միայն սա է։ Մենք ուղղակի պետք է թույլ չտանք, որովհետև եկեղեցին ինքը մեր ինքնությունն է։ Հասկանում եք, հայ առաքելական եկեղեցին միայն եկեղեցի չի, միայն կրոն չի, ինքը մեր ինքնությունն է։ Մեզ պաշտպանողն է, մենք ճիշտ է, եկեղեցի պետություն մեր պատմության ընթացքում երբեմն եղել են որոշակի հակասություններ, եղել են որոշակի խնդիրներ, բայց պետականության բացակայության դեպքում մեր ինքնությունը հենց եկեղեցին է պաշտպանել։ Մինչև այսօր ինքն է, որ մեզ բերել որպես էթնիկ հայեր հասցրել է 21-րդ դար եւ հիմա եկեղեցուն ուղղակի մենակ թողնելը դա կլինի վերջը։ Բայց ինչ անել։ Ես նորից եմ ուզում հիշել Սերժ Սարգսյանին վերջին հարցազրույցին շատ կարևոր բան ասաց։ Ասաց մենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք եւ կաթողիկոսի կամ վեհապարի կես խոսքով մենք պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ ինքը կասի։
Սպասենք վերապարին, առավել եւս որ գոնե այս վերջի այդ հագամարտության ընթացքում վերջին տարիների ավելի շուտ կներեք, վերջին տարիների հագամարտության ժամանակ վերապարը չափազանց զսպվածություն, չափազանց համբերատարությամբ եւ չափազանց խորեմությամբ բավականին շատ գրոհներ կարողացել է հետ մղել։ Եվ ես հույս ունեմ, որ նույնը կլինի նաեւ առաջիկա օրերին։ Փաշինյանը սկսել է մի պատերազմ, որտեղ եւ ինքը կմնա դաշտում, ռազմի դաշտում։ Սա այս պատերազմից ինքը չի կարողանալ դուրս գալ, ինքը եկեղեցուն չի կարողանալ հաղթել։ Դուք նկատի ունեք, որ ժողովրդի հակազդեցության շնորհիվ Փաշինյանը կկարողանի ետ կգնա, այսինքն հետ կկանչի իր ուժայիններին։ Գուցե հետ չկանչի, որովհետեւ ինքը խելագար է, ինքը միջև վերջ կգնա, բայց այդտեղ ինքն իր փոխաբերական իմաստով ասեմ, որովհետև ուղիղ իմաստով չեմ ցանկանում, բայց փոխաբերական իմաստով ինքն իր գերազմանա կփորի, ես վստահ եմ։ Ինքը իր փոսը կփորի եւ կմնա այդ փոսի մեջ։ Ու այնտեղից դուրս կգա միայն դատարանի առաջ կանգնելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, հիշեցնեմ զրուցում էի Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։